Մահվան դեպքերը ավելացել են բանակում իրենց իշխանություն զգալուց ի վեր, բանակ զորակոչելու ցանկը հիշում եք Նիկոլ Փաշինյանը ասեց, որ Կայլասկայով էլ պիտի ծառայեն, էլի։ Չնայած ինքը մի ժամ չի ծառայել բանակում եւ չի ծառայի, մեր սահմանները պետք է պաշտպանեն, ասենք, մտավոր հետամնացները։ Բարեփոխեիք բանակը, դարձնեիք միջավայր, գոնե որ մարդը իմանա գալու այնտեղ ու չի սպանվելու խաղաղ պայմաններում 3 մահվան դեպք ենք մի տարվա մեջ մենք տեսել, թե ինչպես է հրամանատարը ծաղրում, ինչպես է գիշերը հանում դրսում կանգնացնում, ինչ որ տեքստ տալիս, որ ինքը կարդա, որը նա չի կարողանում կարդա, վկայում են, որ իրենք ոչինչ չեն բարեփոխում։ Այս նախագիծը ուղղակի չբարեփոխման նախագիծ է, ինչպես չբարեփոխել բանակը։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք իրավապաշտպան Ժանա Ալեքսանյանին, բարև ձեզ Տիգին Ալեքսանյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես կառավարությունը հավանություն տվեց ԱԺՔ պահական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի զինված ուժերում 1 ամիս ծառայելու համար քաղաքացին կարող է վճարել 25 միլիոն դրամ, 4 ամիս ուսումնական զորամասում ծառայելու համար 18 միլիոն դրամ, ինչ է ստացվում, ունենում ենք բանվորագյուղացիական բանակ եւ չեք կարծում, որ այստեղ խաթարվում է սոցիալական արտարության սկզբունքը, որը ցանկացած բանակի զինված ուժերի մարտունակության, մարտական ոգու հիմքն է։ Սա այս իշխանության հերթական փող աշխատելու ծրագիրն է, այսինքն իրենք ամեն ինչից փող են աշխատում, բիզնես ծրագիր է սա։ Եթե բիզնես ծրագիր չներ, այդ 1 ամիս ծառայելը, ասենք նույնիսկ, որ մտածում ես, թե նույնիսկ այդ մարդը, որ տալու է այդ գումարը ազատվի, գոնե զինվորական պատրաստություն ունենա, ասենք 3 ամիս, 6 ամիս, նույնիսկ դա չկա, այսինքն որ հասկանալի է դարձնում, որ իրանք միայն մտածում են փողի մասին, ոնց փող աշխատեն, դա զինվոր կլինի, մարդ կլինի, մենք բոլոր ոլորտներում ենք դա տեսնում, թե ինչպես են իրենք կներեք այս արտադրության համար քերում ամեն տեղից ու մարդկանցից ու հիմա էլ այստեղ են գտել, որ կարող են այստեղից մեծ գումարներ աշխատել։ Եվ թե այդ սոցիալական անարդարությունը դա միշտ կար բանակում, այսինքն բայց հիմա պատկերացնում եք, թե ինչքան պետք է խորանա, ովքեր պետք է ծառայեն բանակում։ Բանակում ծառայում են սոցիալապես անապահով ընտանիքների զավակները եւ հիմա իրենք դա օրինականացնում են, փոխանակ որ այդ հավասարությունը, այդ ոչ խտրական վերաբերմունքը փոխեին միջավայրը, այդ կրիմինալ միջավայրը փոխեին, որտեղ գիտեք մահվան դեպքեր, ինչքան շատ տեղի ունենում բանակում եւ խոշտանգումներ եւ այլ վերաբերմունք մի խոսքով, այդ ոչ մի եւ իրենք ոչինչ չէին արել այսպիսի նախագիծ առաջարկելու համար, հասկանում եք, ես ասենք գոնե այս 7 տարիների ընթացքում փոխեին ինչ որ մի բան փոխեին, որ մարդիկ ցանկանային գնալ բանակում ծառայելու, հասկանում եք, ես շատ ընտանիքներում եմ լինում եւ եղել եմ շատ ընտանիքներում եւ մենք տեսնում ենք, որ հենց այդ սոցիալապես անապահով ընտանիքների զավակներն են այդ հայրենասերները, մենք տեսնում ենք, որ սրանք եւ հայրենասերությունն են քարկոծում եւ ասենք արժեզրկում, այսինքն բարոյալքում, ու դա ամենավտանգավորը հենց բանակի համար է, հասկանում եք, մահվան դեպքերը ավելացել են բանակում իրենց իշխանություն զգալուց ի վեր եւ հիմա եթե մի ամիս ծառայում են այդ գումարները իրենք աշխատում են, ինչ է ստացվում, ովքեր են ծառայելու, չեն կարողանում համալրեն բանակը եւ ընդլայնելով հիվանդներին բանակ զորակոչելու ցանկը, հիշում եք Նիկոլ Փաշինյանը ասեց, որ Կայլասկայով էլ պիտի ծառայեն, էլի։ Չնայած ինքը մի ժամ չի ծառայել բանակում եւ չի ծառայի։ Եվ այդ վիճակը, ասենք այդ հիվանդների մեզ դիմում են շարունակ,
մտավոր հետամնացների առնվազն 3 դեպք ունենք հիմա, այլ դեպքեր էլ ունենք, ասենք, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, որոնք, ասենք, կարող են խորանալ այնտեղ ծառայելու ընթացքում, այսինքն մարդկանց են զորակոչում բանակ, որոնք առաջ չէին զորակոչվում, այսինքն մեր սահմանները պետք է պաշտպանեն, ասենք, մտավոր հետամնացները։ Հայաստանը ունի, ինչ ասեմ, բացարձակ անվտանգության խնդիր, այսինքն ամեն րոպե այստեղ կարող է պատերազմ լինել։ Եվ պատկերացնում եք, ինչ են անում իրենք բանակի հետ։ Քանդում են եւ ոչնչացնում են, այսինքն այս նախագծի անցնելու դեպքում այդ խտրական մոտեցումը, այդ հարուստի աղքատի այդ բանը փակամակարգում պատկերացնում եք ոնց է դրսևորվում եւ օրենքը կիրառումը օրենքի միշտ տարբեր է, այսինքն նրանք օրենքը ասում են, բայց մենք գիտենք այնտեղ ինչ է կատարվում, թե ինչ միջավայր է, ինչ բիսպրեդիել կներեք այս բառի համար էլի բանակի այդ մթնոլորտը ես շատ լավ գիտեմ, որտեվ գիտեք մի 2-3 տասնամյակ այդ բանակի խնդիրներով ենք մենք զբաղվել։ Եվ շատ ցավում եմ, որ մենք արդյունքներ չունենք այդքան աշխատելուց հետո, որ այսպեսի ապիկար իշխանությունը կարող է գա եւ զրո է իր համար, բացի փողից ուրիշ արժեք գոյություն չունի, ոչ մի բան։ Այդ հիվանդների, նայեք, վերջերս Պաշտպանի գրասենյակի օգնությամբ մի տղայի մենք կարողացանք ազատել բանակից, որը արդեն 7 ամիս ծառայում էր, բայց այնպիսի մտավոր հետամնաց էր եւ վատ դրս ամենավատ կետը ես չգիտեմ դրանք այդ կետերով, բայց ամենասուր վիճակում գտնվող այդ երիտասարդը զորակոչվել է բանակ ու ասենք հրամանատարը նկատել է, որ այս տղան ոչ համարժեք գործողություններ է անում այդ հրամ։ Եվ այստեղ այդ ընտանիքի բախտը բերեց նրանով, որ այդ հրամանատարը նորմալ մարդ է, ես չեմ ճանաչում իրեն, բայց ողջունեմ այդպիսի հրամանատարին, որը եզակի դեպքեր են մեր բանակում, ուղարկում է, որ նորից անցնի փորձաքննություն, որ ինքը ի վիճակի չի բանակում ծառայելու։ Եվ մի խոսքով մի չքավոր ընտանիք եւ այդ այսինքն պատկերացնում եք ինչ աստիճանի թքած ունենաս, որ այդ հիվանդ, այդ ոչ ընտանիքին նկատես, ոչ այդ հիվանդ տղային, ոչ մի բան, այսինքն միայն թե այդ բիզնես ծրագիրը իրենք անեն։ Եվ դուք տեսնում եք, որ իրավաբանները ասում են հակասահմանադրականը այդպիսի այս մենակ որ նայում եմ զուտ իրավունքի տեսանկյունից այդ ոչ խտրական, այդ խտրական մոտեցումը, այդ սոցիալական անհավասարությունը, այդ անարդարությունը ու գիտեք ամեն ինչ կախված է թե ինչպիսին է այդ հրամանատարը այդտեղ այդ զորամասում եւ ինչ է անում։ Մենք գիտենք ահավոր հրամանատարներ, ահավոր, որոնց զորամասերում, որոնց ղեկավարած զորամասը մահվան դեպքերի թիվը ավելի մեծ է, որ ոչ մի բան հաշվի չի առնվում։ Մի խոսքով այդ նախագիծը չպետք է անցնի եւ ես շատ կուզենայի, որ այդ հասկանում եք ընտանիքները դա գիտակցեին, հասկանային, որտեղ իրենց զավակներն են գնալու եւ պետք է ընդվզման մեծ ալիք լինի, որպեսզի այդ նախագիծը չանցնի։ Հասկանում եք, դա սարսափելի մի նախագիծ է։ Բանակը մեր ժողովրդի, մեր բնակչության անվտանգության երաշխավորն է։ Եվ մենք հիմա սահմանամերձ այդ գյուղերում, այդ մասերում տեսնում ենք, թե կրակոցներ, մարդիկ սարսափի տակ են ապրում եւ ամեն րոպե կարող է ներխուժեն եւ տեսնում եք այս իշխանությունների քաղաքականությունը ինչպիսին է Ադրբեջանի նկատմամբ, որ ինչ ուզում ասում են, ինչ ուզում անում են եւ ոչ մի ծպտուն չեն հանում։ Ուղղակի այս նախագիծը տապալում է ընդհանրապես մեր բանակը, կառուցվածքը, չգիտեմ, գիտեք ինչ, նախկիններն էլ ոչ մի բան չեն արել բանակը փոխելու համար, դա խորհրդային ռուսական բանակի, այսպես ասած, ավանդույթներով եկած մի բանակ էր, որտեղ էլի այդ մահվան դեպքերը կային, եւ շարունակվում էին, եւ այդ մթնոլորտը էլի նույնն էր, հասկանում եք, այդ բայց սրանք ընդհանրապես, հասկանում եք, հետո պատերազմը շատ մեծ դեր խաղաց այդ բարոյալքման առումով,
զինվորների, ասենք, չնայած ես վստահ եմ մեր զինվորների այդ հերոսական, այդ հայրենիքը պաշտպանելու այդ իրանք ունեն, ոչ թե ղեկավարությունը ունեն։ Եվ մենք այդքան զոհեր տվեցինք, եւ սա շատ մեծ ներգործություն է ունենում բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ Սա ուզում եմ ասել, դեռ պատերազմից հետո շատ ավելի վատ է վիճակը եւ ոչինչ չի արվել։ Մենք չենք տեսնում որևէ վերլուծաբաններ, բանակի հենց ներսում, որ ինչ որ վիճակագրություններ ստանան, տեսնեն ինչն է վատ, ինչն է լավ, ինչը պետք է փոխել, ոչինչ չի արվում։ Ամենակարևորը, որ Պապիկյանը զորաշարժ է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ որ միլիոնավոր ուղեկցողներով, շեֆից հետ չի մնում, բայց բանակի մասին ոչ մեկը չի մտածում, նկատի ունեմ իշխանություններին։ Տիկին Ալեքսանյան, ինչ է ստացվում, ոնց որ մյուս ոլորտներում, օրինակ իշխանությունները չեն կարողանում խոշոր բիզնեսին բերել հայրենիքային տակ, փոքր եւ միջին բիզնեսի ըստ էության հարկային բեռն են մեծացնում կամ թղթաբանությունը, նույնը հիմա բանակում չեն կարողանում վերևից խնդիրը լուծել, ըստ էության բանակում չի գործում կանոնադրական հարաբերությունները։ Դժվար է պատկերացնել 40 զոհից ընդամենը 3-ն հրադադարի հետևանքով։ 90-ականներում այդքան չէին, մոտավորապես տարեկան այդքան լինում էին, մի քիչ ավել, բայց մեծ մասը հրադադարից էր։ Չէ, այդպես չէր։ Այնպես չէր, որ հրադադարից էր։ Պատերազմից հետո, առաջին պատերազմից հետո շատ էին զոհերը ու հասկանում։ Դա բացատրվում էր հետ պատերազմյան ինչ որ սինդրոմով, բանով։ Բայց 99 թվականին, երբ որ Վազգեն Սարգսյանը ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց, ինքը եւ ինձ հետ են հանդիպել, ինձ հետ փոխնախարարն է խնդրել, որ հանդիպեմ եւ խնդրելա, որ բանակը հեսա մենք ինչ որ բան փոխելու ենք, խնդրում ենք, որ դուք շատ չքննադատեք եւ այլն, դեռ պատկերացնում եք, որ թվից Եվ ես ասեցի, իսկ ինչ են իրենք անում։ Ուրեմն Վազգեն Սարգսյանը իրոք այդ հրամանատարներին հավաքել էր եւ ասել էր, եթե ձեր զորամասերում այսքան այն ժամանակ մոտ 200 էր հասնում մահվան դեպքերի, ես ձեզ ասեմ։ Ու շատ խիստ բաներ արել, որ այդ մահվան դեպք լինի, ձեր հետ ուրեմն լինելու եւ այլն։ Ու այդ ժամանակ կիսվեց մահվան դեպքերը, իրոք կիսվեց 2000-ից, այսինքն 100 հասնում էր մինչև 100-ին, այս որ նախկինների ժամանակ էլ վատ վիճակում էր բանակը, էլի, գիտեք ինչ, մենք պետք է ճշմարտությունը ասենք, այնպես չի, որ հիմա ասենք նախկինները ավելի լավն են, ներկաները ավելի վատն են, այնպես չի, մենք պետք է մտածենք եւ ճշմարտությունը եւ փաստերը ճիշտ արձանագրենք եւ հետեւություններ անենք։ Իհարկե, ես հիմա որ նայում եմ զուտ կարգապահական իմաստով, որ հիմա կարգապահություն բանակում գոյություն չունի, ես կհամեմատեմ, որ Սեյրան Օհանյանը օրինակ բավականին ուշադիր էր բանակի նկատմամբ եւ գիտեք ինչ, ինքը հաշվի էր առնում այս մամուլի հրապարակումները կամ ասենք ավելի բաց էր բանակը, հանդիպումներ էին կազմակերպում քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, նաև պաշտպանության նախարարությունում ես եղել եմ հանդիպումների եւ մենք քննարկումներ էինք կազմակերպում, իսկ հիմա կա այդպիսի բան։ Նույնիսկ մամուլին երբ որ հրավիրում են, մեր կայքը գիտեք Forrights.am-ը, որը բավականին մարդու իրավունքներ է լուսաբանում, ոչ թե քաղաքականություն, մեզ չեն հրավիրում, որտեղ բանակը մեզ մոտ առանցքային տեղ է զբաղացնում, եւ նրանք պատասխան չունեն ասելու, պատասխանեք, ասեք, որ մենք սխալ ենք, բայց իրենք նույնիսկ չեն հրավիրում, մեզ այդ ասուլիսներին մասնակցելու չեն թույլ տալիս, այսպես կարող եմ ասել։ Եվ այս մոտեցումով դու ինչ պետք է փոխեք, դուք պետք է ուրախ լինեք, որ ես ձեր գործի կեսից ավելին ես եմ անում։ Մեր կազմակերպությունը նկատի ունեմ։ Մենք խնդիրներին հետևողական հետևում ենք, ձեզ տեղյակ ենք, բայց վիճակն է, գնացեք կարգավորեք այդ հարցերը։ Բայց այս կառավարությունը, այս իշխանությունը բացառիկ, ես չգիտեմ իրանց մեջ գոյություն ունի մեկը իշխող նկատի ունեմ, որը կարող է մտածել մարդու մասին, զինվորի մասին,
որը թքած չունի այդ խնդիրների վրա, որտեվ գիտեք ինչ մեր այս ժամանակագրությունը դա է ցույց տալիս, ոչ մեկին չի ընդունում Սուրեն Պապիկյանը, ինքը սենց սիրիլ վիճակում է ապրում, ինքը սիրիլ սենց մի հատ նախարար է, շրջապատված իր ախրանայով, պետք է ստիպված սենց ասեմ, որտեվ ախրանա է սազում իրան հենց, եւ այսպես, այս վիճակում եւ փակ ոնց որ իրենց սեփականությունն է, ընդհանրապես մոտեցումը, այս իշխող ուժի մոտեցումը նույնն է, սեփականությունն է իրանց, ամեն ինչը բյուջեից սկսած, ոնց կուզեն, տենց կվարվեն, տենց կծախսեն, բանակը կուզեն կբացեն, կուզեն կփակեն, այս կուզեն կանեն, սա մի հատ, չգիտեմ, ցածրորակ իշխանություն է, շատ ցածր, գիտեք, երբ որ այդ անտարբերությունը եւ ամեն ինչը ծառայեցնել քաղաքական շահերին ու նպատակներին, անտեսել բացարձակապես մարդուն, զինվորին գոնես, բերել այդպիսի նախագիծ, այսինքն արքու վաճառքի հանել զինվորին, չգիտեմ, դժվար է պատկերացնել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ըստ էության արական սեռի ներկայացուցիչների մոտ 50%-ը չի ծառայում բանակում, եւ ստիպված են գնում այդ Նիկոլ քայլի։ Փաշինյանը երբեք վիճակագրական տվյալներ չի ներկայացնում, իր խոսքերը երբ որ ինքը հայտարարում է, եւ նա կարող է փողոցից մի հատ այսպես լսած ինչ որ մի հատ արտահայտություն վերցնի ու ասի, որ 50%-ը չի ծառայում։ Եկեք մեզ ներկայացրեք, եւ մոռացա նշել, մեզ ներկայացրեք իրոք վիճակագրություն, որ չի ծառայում 50%-ը։ Ես համաձայն եմ, որ չծառայողները շատ են։ Բարեփոխեիք բանակը, դարձնեիք միջավայր, գոնե որ մարդը իմանա գալու է այնտեղ ու չի սպանվելու խաղաղ պայմաններում, ոչ թե պատերազմի ժամանակ, այլ խաղաղ պայմաններում ինքը վստահ լինի, որ գա եւ որ ինքը զոհ չի դառնալու այդ բարկերին, այդ կրիմինալ բարկերին։ Իսկ մնացա եւ ինչի են մարդիկ իրանց երեխաներին տանում, երկիրը լքում են, այո, կան։ Իսկ դուք հիմա ինչ եք ուզում, 27 տարեկաններ առաջ, ես բազմաթիվ մարդիկ գիտեի, որ դրսում էին, եւ շատերը չունեին հնարավորություն, այն գումարները հիմա չեմ հիշում, որոնք այս չափերի չէին, հա, նույնիսկ այն ժամանակվա գումարները ուզում էին հայրենիք գալ, կարոտում են, չեն կարողանում վճարել, որ գան, որտեղ իրենց պետք է բռնեն ու տանեն բանակ։ Եվ շատերը չեն գա, այսինքն դուք ինչ եք ուզում եք, որ այդ մարդիկ գան ու սենց գումարներ եք կրակում օդի մեջ։ Եվ գիտեք, Ռուսաստանից շատ եկան ծառայելու, եւ մինչեւ պատերազմը, ինչ էին անում այդ զինվորների հետ, առնվազն մի քանի այդ որ ասում եմ ոչ այս իշխանության ժամանակ, ասենք այդ բռի այդ հրամանատարները, այդ տգետ հրամանատարները, օրինակ գալիս է տանը Ռուսաստանից այդ տղան ծնողներն ասում չէ, գոնե գնամ ծառայեմ, այնտեղ չեմ ապրում, գալիս է հայերեն չգիտի ինքը, ռուսերեն է խոսում կամ վատ գիտի հայերեն, 3 մահվան դեպք ենք մի տարվա մեջ մենք տեսել, թե ինչպես է հրամանատարը ծաղրում, ինչպես է գիշերը հանում դրսում կանգնացնում, ինչ որ տեքստ տալիս, որ ինքը կարդա, որը նա չի կարողանում կարդա, ինչպես այս վերաբերմունքն ինքնասպանության դե իրենք սպանությունները որակում են ինքնասպանություններ, ինքնասպանություններ շատ քիչ թվով են բանակում, շատ քիչ, մնացած այդ 8, 10, 12 դեպք այդ սպանություններ են, մենք քննություններից ենք դա տեսնում, որտեղ տարիներ շարունակ մենք ներգրաված ենք եղել այդպիսի գործերում, հենց ինքնասպանություններով եւ բազմաթիվ այդ դեպքերով մենք բացահայտել ենք, որ դրանք սպանություններ են։ Իշխանությունները հայտարարում են, որ բարեփոխում են իրենք բանակը։ Այդ դրա ազդեցությունը մենք տեսնում ենք, նախորդ տարի իշքան գիտեմ 35 զոհում էինք 2023, հիմա 40։ Որն է այդ բարեփոխման։ Ուրեմն մահվան դեպքերը վկայում են, որ իրենք ոչինչ չեն բարեփոխում։ 35 դեպք չի եղել, դուք երևի ինչ որ շատ ավելի դեպքեր են, 23 թվականին շատ էին մահվան դեպքերը։ Նայեք, մի ամսվա մեջ ես ունեի այնտեղ խբանարած, մոտ 10 դեպքեր եղել հուլիսի կեսից մինչև օգոստոսի մյուս կեսը, եւ նույն զորամասում երկուական մահվան դեպքեր եղել, որոնք ինքնասպանություններ են որակել։
այնպես որ ու դա մենք շատ աղմկեցինք, որ ինչն եք բարեփոխում, եւ իրենք ոչ մի հակադարձում չունեն, որտեղ իրենք չեն բարեփոխում։ Դուք ուզում եք Եթե ասել, մարդիկ մտադրություն ունենան բանակը բարեփոխելու, ոնց կարող է այսպիսի նախագիծ բերեն։ Հասկանում եք, այս նախագիծը ուղակի չբարեփոխման նախագիծ է, ինչպես չբարեփոխել բանակը։ իդեպ նույն թվերն է մոտ 60,000 Իսկ ով է հավատում իրենց։ ասում է, սենց տենենց իրենք այդ փողը տալիս են ստվերային կոռուպցիոն մեխանիզմներով Իրենք ազատում։ օրինականացնում են կոռուպցիան սրանով։ Ես այդ բազմիցս ասել եմ։ Սա օրինականացնում են, որ բայց ովքեր կարող են, երբ իրենց կլիենտուրան ունեն, չգիտեմ, թե ովքեր պետք է չծառայեն ու նրանց ով պետք է փոխարինեն չքավոր ընտանիքների հիվանդ զավակները, հիվանդ։ Բացարձակ, սա ոչ միայն բանակի դեմ է, սա Հայաստանի բնակչության դեմ է, սա Հայաստանի ժողովրդի դեմ է այս նախագիծը, հասկանում եք։ Ինքը այնքան խորը շերտեր է իր մեջ պարունակում, որ այլ բան չես կարող ասել։ Դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, որ վիճակագրությունը մի փոքր խեղաթյուրի է։ Կարող եք ասել, որ ըստ էության պաշտոնական վիճակագրություն չի համընկնում ձեր βάλած վիճակագրությունը։ Չէ, ես մտածեցի, որ դուք շփոթում եք, որտեվ հետո գիտեք ինչ, դատախազությունը երբ որ տալիս է, գիտեք, ՊՆ-ն հիմնականում չի տալիս վիճակագրություն։ Երբ որ դատախազությունը տալիս է, ինքը կիսում է մահվան դեպքերը, բաժանում է ծառայության ընթացքում եւ ոչ ծառայության ընթացքում։ Հիմա հասկանում եք, որն է ոչ ծառա, այսինքն եթե զինվորը արձակուրդ է գնացել եւ վթար է եղել, իրենք համարում են, որ դա իրենց հետ կապ չունի, բայց լրիվ կապված է ուղիղ իրենց հետ, այսինքն ծառայության մեջ է այդ զինվորը։ Եվ այդպիսի էլի բաներ կան, որ իրանք առանձնացում են եւ պակաս թվեր են հրապարակում, ցույց տալու համար, որ բայց ոչինչ չեն անում, որ այդ թվերը նվազեն։ Ես հիշում եմ 90-ական թվականներին հիվանդություններով զորակոչման դեպքերը բազմաթիվ էին։ Որոշակի վերջին տասնամյակում մի փոքր դրական ընթացք եղավ, խիստ բժշկական զննություն էին ասում, բայց հիմա որ բերել են նոր օրինագիծ հիվանդություններով բանակ զորակոչելը, ինչ խնդիր կարող է առաջանալ։ 2024 թվականին, եթե չեմ սխալվում, 4 զոհ ունենք բանակում հիվանդության պատճառներով։ Այդ թիվը կբարձրանա այս նոր Ես չեմ կարծում, որ իրանք այդպես խիստ հետևում են, ճշտում են հիվանդներին եւ այլն եւ ուղղակի այն օրինակը, որ ես ձեզ բերեցի, որ հիվանդն այդ մեկին կարողացանք փրկել, ոնց էր ասած, ասենք, որը մտավոր հետամնացության խնդիրներ ուներ, որը չկարողան մարտահայտվի, որ կան, մենք ունեինք մի դեպք եզդիզին ծառայողի, որը Դավիթ Տոնոյանի ժամանակ էր դա, հենց այս իշխանությունների օրոք, մտավոր հետամնաց զինվորին, ուրեմն ծաղրել, խոշտանգել են ու դա միշտ այդպես է, եւ ինքը իր երակներն էր կտրել եւ իր կյանքը հազիվ փրկեցին, բայց ինքը մնացել էր, կորցրել էր խոսելու ընդունակությունը եւ մենք իրանով եւ այդ օրինակով 19 թվականին փոխեցին մտավոր հետամնացներին բանակ զորակոչելու կառավարությունը հաստատեց Դավիթ Տոնոյանը տարավ այդ մեր առաջարկով ինքը տարավ այդ նախագիծը եւ հաստատվեց, բայց հիմա նորից տանում են, այնպես որ իրանք ոչ հիվանդների, ասենք, գիտեք, շատ վատ է, էլի, ներսում վիճակը, ասենք, զինվորը մեկ օրում մահանում է։ Օրինակ մեկ դեպք ունենք, որը մեկ օրում առավոտը մայրը հետը խոսում էր, ասում այդքան վատ չեմ ու երեկոյան ինքը մահանում է, այսինքն ինքը հիվանդ էր, վատ էր եւ մնում է զորամասում, իրան ասում են դու սիմուլյացիա ես անում, դու սիմուլյանտ ես, չգիտեմ, այդ անուշադրությունը, այդ մի խոսքով շատ են դեպքերը, մենք էլ ենք ավազանքրել, որ մենք ունեն, մենք այո, բավականին հրամանատարության վերաբերմունք շատ բաժան չի։ Այո, ես այս հրամանատարի, որը ուշադրել եւ նկատեց այդ տղայի եւ հոգեբանական եւ ֆիզիկական վատ վիճակը եւ փաստորեն ինքը այդպիսի հրամանատարներ չկան, ես նույնիսկ ասում եմ, որ ես կսեղմեի իր ձեռքը, որ հրամանատարը պիտի այդպես ուշադիր լինի զինվորի նկատմամբ։
Հասկանում եք, իրենք միայն ուզում են, որ զինվորները ու այդքան զոհվեցին, հասկանում եք, ու ոնց էս մարդկանց չի փոխում ոչինչ, ինչը պետք է փոխի ձեր մեջ, որ դուք այդ խիղճը, որ այդքան զոհեր եք մենք տվել, ինչպես կարող եք դուք շարունակել զինվորի նկատմամբ, ասենք, ասում ես Կալյասկայով էլ պետքա գնա ծառայի, որ ինչ, նա կարող է ծառայել, բայց Թվաքանակ են ապահովում այն դեպքում, որ դա լուրջ անվտանգային պետության անվտանգային խնդիր է։ Մենք խոսեցինք հիմնականում ժամկետային զինվորական ծառայության հետ կապված հարցերի շուրջ։ Ես գիտեմ, որ խնդիրներ կան նաև վարժական հավաքներին, կանչվող զինծառայողների հետ։ Ունեք ահազանգեր, ինչ պատկեր դե ինձ ունենք։ պատմում են, թե ինչ է կատարվում զորամասերում, իրոք պակաս կա զինծառայողների, եւ ինձ պատմել են, ընդ որում ասեմ, որ սպայական կազմից, որ բացարձակ անտերություն է տիրում զորամասերում, այդ դիրքերում, էլի այդ նույն վիճակը, այդ խրամատների, այդ բանի եւ այդ փաստորեն այդ վարժանքներին գնացող այդ մարդիկ, որ չգիտեմ, էլի, այսինքն զինվորական կարգապահության իսպառ բացակայությունա տիրում այսինքն 1-2 հոգի ինձ պատմել են եւ հիմա իրենք այդ վարժական հավաքներով են փորձում համալրել նաեւ բանակը, փոխանակ ասենք ավելի հեշտ է ինչ որ բան կարգ ու կանոն մտցնել, ինչ որ զինվորը մարդը երբ որ գնում է բանակ, գիտի որ այդ զինվորական կարգ ու կանոնը առաջնահերթ է եւ ասենք հոգեբանորեն ավելի պատրաստ է այդ կանոններին հետևելու եւ այդպես չի որ ինքը մտածում է եւ եթե ուրիշ վիճակա տեսնում նոր է ինքը իր վարքը փոխում։ Ես տեղյակ եմ նաև մամուլից, որ նաև վարժական հավաքների ժամանակ նաև առողջական խնդիրներից մահվան Հա, դեպքեր ես եղավ։ ճիշտն ասած չունեմ այդ դեպքերի տվյալներ դրա համար։ Տիկին Ալեքսանյանը ինչ եզրակացություն կարող ենք անել, որ հանրապետության բոլոր ոլորտների հետ նույն ձևով նաև պաշտպանության ոլորտն է բացի թողի վիճակում։ Եվ այսպես ուր ենք գնում։ Թե ես չգիտեմ իրենք ուր են գնում, ինչ են մտածում, բայց որ մենք հանդուրժում ենք, ես հիմա ավելի շատ հանրության եւ այդ քաղաքական, այսպես ասած, դաշտին եմ տեսնում, որ հիմա ասենք ինչ է անում ընդդիմադիր դաշտը այս նախագծի դեմ։ Ասենք, որ պետքա շատ մեծ աղմուկ լիներ, այսպես կոչված ընդդիմադիր, էլ ես ընդդիմադիր չեմ համարում իրենց։ Նիկոլ Փաշինյանին լրացնող, այսպես ասած, կազմը, ինչ են անում, որ այս նախագիծը, որ այդ պայթյուն պետք է լիներ, որ սա մեր անվտանգության հարցն է հենց, նույնիսկ իրենց է հասնում։ Ես չգիտեմ, իրենք լրացնում են Փաշինյանը, Փաշինյանը լրացնում է իրենց, էլի։ Նախատեսել էին այսօր հանձնաժողովում քննարկում էր, նախատեսել էին հարցը բարձրացնել, բայց հետաձգվեց քննարկումը։ Ինչ որ բան անում են, փորձում են անեն։ Ամենայն դեպս ընդդիմադիր ես լսել եմ Գեղամ Մանուկյանի հայտարարությունը, պատրաստվում է հարցը քննարկել, բայց կանխվեց, հետաձգվեց քննարկումը։ Գիտեք ինչ, եթե իրենք ունենային այդ ցավոք սրտի ոչ այս իշխանությունը ունի վստահություն եւ ոչ էլ ընդդիմությունը ունի վստահություն հանրության շրջանում։ Եթե ունենային այդ վստահությունը, այսպիսի նախագիծը, որը հարվածում է ամեն յուրաքանչյուր ընտանիքի, սա պետք է պայթյուն առաջացներ իրոք, պետք է ընդվզեին այս նախագծի դեմ եւ դա ուրեմն չգիտեմ, պետք է առաջնորդեր ասենք ընդդիմության, բայց այդ հատուկենտ ելույթները չէ, սա պետք է այսպես լուրջ մոտեցում լինի։ Համակարգ է։ 1-2 հատ հարցազրույցներով ոչինչ չի փոխվի։ Ճիշտ ասած, փորձագիտական շրջանում այս ընթացքում որ այս նախագիծը շրջանառվում էր, նաև կարծիք հնչեց, որ եթե ընդունվելու է դերույնքը, թող պարտադիր զինվորական զինվորներին էլ աշխատավարձ տան 100,000 դրամ։ Դե հիմա ուզում են ասել, որ եւ ոչ աշխատավարձ եք տալիս, այն մյուսներին արտոնյալ եք դարձնում, ովքեր կարողանում են փող տալ, իսկ այն մնացածը ուղղակի ասում են, բայց դա լուծում չի, որ աշխատավարձ բարձրացնեն եւ պետք չի կարճել այդ նյութական բաներից տեղ ավելի խորը հոգեբանական եւ այլ ուղղակի անվտանգային խնդիրներ կան,
Եվ դե ինչ հիմնավորումներ են, ծիծաղելի հիմնավորումներ է իրենց հիմնավորումները։ Կարող ենք ասել, որ ըստ էության դժվար է պատկերացնել, որ դա միամտություն կամ փորձի պակասից է միտումնավորանում ու հիմնական ամենակարևոր ոլորտը բանակի իշխանությունների կողմից։ Դե ես կարծում եմ, որ իրենց այդ հարցերը չի հետաքրքրում։ Ես տեսնում եմ, որ միտումնավոր է դա։ Ամեն ինչն է միտումնավոր է իրանք անում, այսինքն պլանավորված։ Ուղղակի երկրորդական, երրորդական հարցերում էլ տեսնում ես, որ իրենք չեն տիրապետում, բայց ոչ էլ չկայացած մարդկանց մի խումբ, չկայացած։ Ոչ էլ ուզում են տիրապետել։ Դե իրենց չի հետաքրքրում, իրենց փողն է հետաքրքրում։ Փողը նյութականը առաջնայինը։ Իրենց ոչ երկրի անվտանգությունը, ոչ մարդու անվտանգությունը, ոչ զինվորի անվտանգությունը իրենց չի հետաքրքրում։ Շնորհակալություն Տիկին Ալեքսանյան, հետաքրքիր զրույցի համար, կարևոր։ Պանորամայի մի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր իրավապաշտպան Ժանա Ալեքսանյանը, շնորհակալություն մեզ ունկնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։